Սեպտեմբերի 30-ի լուր գիշերն ընդմիջվեց Մայրաքաղաքի սրտում Վարդանանց փողոցում տեղի ունեցած աղմուկահարույց դեպքով։ Ժամը 3-ի սահմաններում ոստիկանություն դիմեց 40-ամյա մի տղամարդ, հայտնելով, որ կեսգիշերին իրեն են մոտեցել մի քանի տղամարդիկ, հարվածել, նստեցրել ավտոմեքենան ու դանակով սպառնալով պահանջել իրենց հանձնել տղամարդու կրիպտոարժույթի միջոցով կանխիկացված գումարը։ Տպավորություն էր, որ հանցագործները տեղյակ էին նրա գումար ունենալու եւ անգամ այդ գումարի ծագման աղբյուրի մասին։ Տղամարդը զանգահարել է որդուն, ով էլ հանցագործներից մեկին փոխանցել է $250,000 եւ $50,000 համարժեք կրիպտոարժույթ։ Քննությամբ պարզվել է, որ հանցագործները տղամարդու մտերիմներից են իմացել այդ գումարների մասին ու պլանավորել իրենց սև գործը։ Այսպիսի դեպքերում է, որ պետք է խորհուրդ տալ։ Փակ պահիր բերանդ եւ մի վստահիր ոչ ոքի, որովհետեւ քո գլուխ գովալու պատճառով մի օր ավազակները կթալանեն քեզ, իսկ դու զարմացած կասես, ինչու այսպես եղավ։ Իրենց շենքի մոտ փողոցում իրեն տեսնելով բռնել են ստիպողաբար քաշքշելով եւ հարվածներ հասցնելով նստեցել իրենց մեքենան եւ պահանջել, որ իրենց տրամադրի գումար, որը եղել է էլեկտրոնային գումարի տեսքով բիթքոյնի, քանի որ տեղյակ են եղել, որ իր հաշվին արկա է մեծ գումար բիթքոյն տեսքով։ Սակայն անձը հայտնել է, որ այդ գումարի մի մասը արդեն վերածել է թղթադրամի ԱՄՆ դոլարի տեսքով, իսկ մի մասը դեռևս իր էլեկտրոնային դրամապանակին է։ Այդ ժամանակ նրան ստիպել են, որ տան անդամներին խնդրի, որպեսզի իրենց կողմից ուղարկված մարդուն փոխանցեն այդ կանխիկացված գումարը, իսկ մյուս մասը ստիպել են, որպեսզի իր հեռախոսով էլեկտրոնային դրամապանակից փոխանցի իրենց հաշվի եւ եւս մի քանի հարվածներ հասնելով սպառնացել, որպեսզի չդիմի ոստիկանություն, այլապես իր եւ իր ընտանիքի հետ վատ ձևով կվարվեն եւ հնարավոր է նրանց վերացնել։